Գեղարքունիքի մարզում 2025 թվականին շուրջ 43 միլիարդ դրամի ծրագրեր են իրականացվել, գործել է 328 շինհրապարակ, կատարված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունքներն ամփոփում է մարզպետ Կարեն Սարգսյանը։ 67 դպրոցաշինական ծրագրեր ենք իրականացրել, մանկապարտեզների 10, ճանապարհաշինության 83, խմելու ջրագծերի, դրենաժային համակարգերի, գոյուղատարերի կառուցում 82 ծրագիր, գազատարեր 4 ծրագիր, լուսավորության ցանցի անցկացում 35 ծրագիր, ամբուլատորիաների կառուցում, վերանորոգում 5 ծրագիր, հասարակական նշանակության շինությունների, դրանք են մշակույթի տներ, հանդիսությունների, սրահների վերանորոգում, գույքի ձեռքբերում 7 ծրագիր, նաև կանգառների ձեռքբերում, նորից գույքի ձեռքբերման 20 ծրագիր և 11 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում ենք իրականացրել և 2 ծրագիր, մեկը Գավառի շատրվանային համակարգի տեղադրում և միացման ծրագիրն է, մյուսը Ճամբարակ խոշորացված համայնքում հուշարձան քանդակի տեղադրման ծրագրի մասին է խոսքը։ Թվարկված աշխատանքների հիմնական մասն ավարտված է, ընթացքի մեջ գտնվողները կավարտվեն այս տարի։ 2025-ին մարզում ծավալուն դպրոցաշինություն է իրականացվել, վերանորոգվող 11 կրթօջախից 3-ում շինարարությունն ավարտված է, մյուսներում կավարտվի առաջիկայում։ Նախորդ տարի շահագործման է հանձնվել Ջիլ գյուղի նորակառույց դպրոցը, Սևան քաղաքում էլ երաժշտական դպրոցը։ Մեկ քոլեջի զրոյից կառուցման աշխատանքներ է իրականացվում, 15 դպրոցների կառուցման, 3 դպրոցների մարզադահլիճների կառուցման աշխատանքներ, այս 3 մարզադահլիճները արդեն հանձնված են շահագործման։ Ունենք 8 դպրոցների մարզադահլիճների վերանորոգման աշխատանքներ, 8 դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացման ծրագիր ենք իրականացրել, 21 դպրոցների 84 դասարանների վերանորոգման աշխատանք ենք իրականացրել, լաբորատոր սենյակների մասին է խոսքը և նաև հագեցրել ենք լաբորատոր գույք սարքավորումներով։ Շինարարական և վերազինման մեծածավալ ծրագրեր են իրականացվել նաև մարզի առողջապահական հաստատություններում, բարելավելով բույսսպասարկման որակը, ավելացնելով մատուցվող բույսծառայությունները։ 2025 թվականից սկսված այս պահին էլ շինարարության փուլում են գտնվում 3 բժշկական ամբուլատորիաների շենքերը, դրանք են Վաղաշենի բժշկական ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը, Վարդենիկի բժշկական ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը, Ծաքարի բժշկական ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը։ Իզերի դեպարտամենտի հետ եւս 2 բժշկական ամբուլատորիաների վերանորոգման ծրագիր ենք իրականացրել, երրորդը նախանշել ենք Տրտմաշենի բժշկական ամբուլատորիան։ Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, մարզպետն ընդգծեց պետական սուբսիդավորման և լիզինգային ծրագրերի արդյունավետ ազդեցությունը, ավելացել են աշնանացան հացահատիկի ցանքատարածություններն ու ջերմոցային տնտեսությունները։ 25 թվականի ցանված աշնանացան ցորենի ցանքատարածությունները ավել են 3500 հեկտարով, ինչը վստահ կարող եմ ասել, որ բավականին լավ արդյունք է տալի նախորդ տարիների մեր ունեցած փորձը հաշվի առնելով։ Ռոռոկման համակարգերի բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան իրենց ցանկերը ռոռոկում կազմակերպել ժամանակին։ 2025-ին մարզում կատարված բարեփոխումներից կարևորագույնը կոշտ կենցաղային թափոնների կառավարումն էր։ Մարզում իրականացվում է կենտրոնացված աղբահանություն, ինչն առաջին հերթին նպաստելու է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը։ Մարզի 5 խոշորացված համայնքներից 3-ը ամբողջությամբ անցել են կենտրոնացած կառավարման եւ այս 3 խոշորացված համայնքներում գեներացվող ամբողջ աղբը տեղափոխվում է Կոտայքի մարզի աղբավայր։ Առաջիկա ամիսներին Մարտունի խոշորացված համայնքը եւս կանցնի կենցաղային թափոնների կառավարման կենտրոնի կողմից սպասարկման եւ նրանից հետո Վարդենիս խոշորացված համայնքը եւս։ Մարզպետն անդրադարձավ նաև մարզի տարածքում կայուն ուղևորափոխադրումներին, տեղեկացնելով, որ 2025 թվականի վերջին հայտարարված մրցույթով արդեն հայտնի են Սևան, Ճամբարակ և Գավառ համայնքներում հաղթող ճանաչված կազմակերպությունները, իսկ Մարտունի և Վարդենիս համայնքներում ուղևորափոխադրում կիրականացնեն համայնքային ընկերությունները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։